Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք կհերձենք ոչխարի շնչառական օրգանները կաթնասունների շնչառական համակարգի կառուցվածքը ուսումնասիրելու համար։ Կաթնասունների մոտ թոքային օդափոխությունը տեղի ունենում շնչառության միջոցով։ Ներշնչման ժամանակ օդը մտնում է մարմին քթի խոռոչի միջով, որը գտնվում է քթի հենց ներսում։ Երբ օդը անցնում է քթի խոռոչով, օդը տաքանում է մինչև մարմնի ջերմաստիճանը և խոնավանում։ Օդում լողացող մասնիկային նյութը հեռացվում է քթի անցուղիներում, լորձի և թարթիչների միջոցով։ Տաքացման, խոնավացման և մասնիկների հեռացման գործընթացները կարևոր պաշտպանիչ մեխանիզմներ են, որոնք կանխում են շնչափողի և թոքերի վնասումը։ Քթի խոռոչից օդը անցնում է կոկորդ և կոկորդի միջով հասնում է շնչափող։ Շնչափողի հիմնական գործառույթը ներշնչված օդը թոքեր ուղղորդելն է, իսկ արտաշնչված օդը մարմնից դուրս մղելը։ Մարդու շնչափողը մոտ 10-ից 15 սմ երկարությամբ և 2 սմ տրամագծով գլան է, որը ձգվում է կոկորդից դեպի կրծքավանդակի խոռոչ։ Կրծքավանդակի միջին մասում այն բաժանվում է երկու հիմնական բրոնխների։ Շնչափողը կազմված է աճառային կիսաօղակներից։ Աճառը ամրություն և հենարան է ապահովում շնչափողին անցուղին բաց պահելու համար։ Շնչափողը ստորի մասում վեր է ածվում երկու գլխավոր աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին։ Դրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնելով աջ և ձախ թոքեր վեր են ածվում մանր բրոնխների։ Մանր բրոնխները իրենց հերթին վերածվելով ավելի մանրագույն բրոնխների ավարտվում են թոքաբշտերով։ Աջ թոքը կազմված է 3 բլթակից՝ վերին, միջին և ստորին։ Ձախ թոքը կազմված է 2 բլթակից՝ վերին և ստորին։ Ուսումնասիրությունն իրականացնելու համար մենք կօգտագործենք ոչխարի շնչառական համակարգի օրգաններ, հերձման սկուտեղ, հերձման հավաքածու, օդամղիչ պոմպ, ախտահանիչ, վիրաբուժական ձեռնոցներ։ Հերձման պարագաները նախապես ախտահանել։ Աշխատանքի ընթացքում պարտադիր կրել վիրաբուժական ձեռնոցներ։ Աշխատանքը կատարել միայն հատուկ սկուտեղի վրա։ Չդիպչել աչքերին, բերանին կամ դեմքին կենսաբանական նմուշի հետ աշխատանքի ընթացքում։ Հերձման գործիքները՝ դանակը, մկրատը, զոնդը և այլն կիրառել զգուշությամբ, չթողնել սեղանի եզրին։ Օգտագործված գործիքները վերադարձնել հավաքածուի մեջ, սուր ծայրերը դեպի ներքև։ Օրգանները պետք է պահվեն մաքուր և հնարավորինս թարմ վիճակում։ Աշխատանքից հետո գործիքները և սկուտեղը մաքրել և մշակել ախտահանիչ նյութով։ Ձեռքերը լվանել օճառով և ջրով։ Եթե ախտահանիչ կամ կենսաբանական նյութ պատահաբար թափվի հագուստի կամ մաշկի վրա, անմիջապես լվանալ մաքուր ջրով։ Թոքերը դնենք հերձման տախտակի վրա այնպես, որ կոր մակերեսները ուղղված լինեն դեպի դուրս, իսկ խողովակները դեպի տախտակի վերին մասը։ Խողովակները ուղղում ենք մեզ հակառակ։ Ահա տեսնում եք նաև սիրտը, որը կպած է թոքերին։ Ուսումնասիրենք շնչառական համակարգի արտաքին տեսքը։ Բոլոր օրգանները տեսնելու համար շրջում ենք թոքերը տարբեր դիրքերով։ Սա աջ թոքն է իր թոքային բլթակներով։ Ինչպես տեսնում եք, աջ թոքն ունի 3 թոքային բլթակ։ Սա վերին բլթակն է։ Սա միջինը, իսկ սա ստորինը։ Այստեղ նկատում ենք նաև փոքրիկ լրացուցիչ բլթակը։ Սրանք բլթակային ճեղքերն են։ Սա հորիզոնական ճեղքն է, իսկ սա թեքը։
Սա ձախ թոքն է, այն ունի 2 բլթակ։ Սա վերին բլթակն է։ Իսկ սա ստորինը։ Սա բլթակային ճեղքն է։ Սա շնչափողն է։ Օդամղիչ պոմպի օգնությամբ թոքերը լցնենք օդով։ Դրա համար պոմպի ազատ ծայրը մոտեցնենք շնչափողին և օդ մղենք։ Ինչպես տեսնում եք, թոքերը աստիճանաբար փքվում են, մեծանում է ծավալը։ Մակերեսը դառնում է հարթ, փայլուն և էլաստիկ։ Սա վկայում է, որ թոքային հյուսվածքը էլաստիկ է և օդային պարկիկներով, ալվեոլներով է կառուցված։ Հիմա դադարեցնենք օդի մղումը։ Տեսնում եք, որ օդը դուրս է գալիս և փոքրանում է թոքերի ծավալը։ Այս երևույթը ցույց է տալիս, որ թոքերը կազմված են նուրբ սպունգանման նյութից, բազում փոքր օդային պարկիկներից, ալվեոլներից, որոնք կարողանում են օդը ներս առնել և դուրս տալ, փոխելով իրենց ծավալը։ Իսկ ահա այս կոշտ օղակավոր խողովակը շնչափողն է։ Մկրատով կտրենք շնչափողի վերին մասից մի փոքր հատված։ Բացենք այն և ուսումնասիրենք ներքին մակերեսը։ Այն կազմված է սիաձև աճառներից, որոնք պահպանում են խողովակի բաց վիճակը։ Եթե շոշափենք, կզգանք օղակների առանձին եզրերը և նրանց միջև ընկած բարակ մեմբրանային հատվածները։ Ահա երևում է նրա նուրբ, խոնավ լորձաթաղանթը։ Պատերի վրա նկատվում են մանր խողովիկներ կամ փոսիկներ։ Սրանք լորձ արտադրող գեղձերի բացվածքներն են։ Տեսնում ենք, որ աճառային օղակները ներսից ունեն սիաձև բացվածքներ։ Կտրենք շնչափողի բաց մասը և գտնենք այն կետը, որից շնչափողը ճյուղավորվում է թոքերի բլթակների մեջ։ Ահա այստեղ մենք հանդիպեցինք մի խողովակաձև անցքի։ Սա կաթնասունի շնչափողային բրոնխն է։ Այն հանդիպում է հիմնականում կենդանիների մոտ և միանում է աջ թոքի վերին բլթակին։ Շարունակենք կտրվածքը, մինչև հասնենք ճյուղավորմանը։ Ահա տեսնում ենք աջ և ձախ գնացող բրոնխները։ Սրանցից յուրաքանչյուրը մտնում է համապատասխան թոքի մեջ և ճյուղավորվելով վերածվում ավելի մանր ու մանրագույն բրոնխների։ Շարունակենք կտրել թոքային հյուսվածքի միջով։ Ահա տեսնում ենք մեծ և փոքր բրոնխների խողովակները, որոնց պատերը հաստ են և կոշտ։ Այս խողովակների շուրջը նուրբ սպունգանման հյուսվածքը հենց ալվեոլային հյուսվածքն է, որտեղ տեղի է ունենում գազափոխանակությունը։ Այժմ կտրենք թոքային հյուսվածքից և ուսումնասիրենք այն։ Փնտրենք փոքր խողովակներ, որոնք արտաքինից տարբերվում են ուսումնասիրած շնչառական օղիներից, չունեն աճառային օղակներ։ Ահա սրանք արյունատար անոթներն են։ Այս փոքր սպիտակ անոթները զարկերակներն են, իսկ այս փոքր վարդագույն անոթները երակները։
Կաթնասունի թոքերի հերձման օրինակով մենք ուսումնասիրեցինք կաթնասունների շնչառական համակարգի օրգանները։ Շնչափողը եւ թոքերը միասին կազմում են շնչառական համակարգի հիմնական օրգանները, որոնց միջոցով օդը անցնում է դեպի թոքեր, որտեղ տեղի ունենում գազափոխանակությունը։ Շնչափողը կազմված է սիաձև աճառներից, որոնք պահպանում են խողովակի բաց վիճակը։ Նրա ներսը պատված է լորձաթաղանթով, որը արտադրում է լորձը։ Թոքերը բաղկացած են բրոնխների եւ ալվեոլների բարդ համակարգից։ Օդի մղման ժամանակ թոքերը փքվում են, ապացուցելով, որ դրանք պարունակում են անթիվ փոքր օդային ալվեոլներ։ Թոքերի հյուսվածքը հարուստ է արյունատար անոթներով, որոնք թոքեր են բերում թթվածազուրկ արյուն, իսկ թոքերից սիրտ վերադարձնում թթվածնով հարուստ արյունը։ Այս լաբորատոր աշխատանքով մենք հաստատեցինք, որ շնչափողը եւ բրոնխները ապահովում են օդի ազատ անցումը դեպի թոքեր, իսկ թոքերը ապահովում է օրգանիզմի գազափոխանակությունը։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ տեսանյութում։